Եկնավոր հայր, մեր դերը, մեր ասվածը, պարկ կոդանք եզով դեր, այս տեոնական որվան համար, և պարկ կոդանքով դեր, որ դագավին մեզի արիտ կուդասով դեր, մեզի շնորդ կնես, կուդանք մեջ հավակվելու, որպես կու զավակներըտ, որպես կու եգեղեցիտ, և կեզ բաշտելու, և կեզ պարավորելով դեր, կեզի հանդեպ, մեր շաղալությունը հայտնելու, ամեն բարիքի համար, որ գստանանք կեզ մե, ամեն հոգացության համար, ամեն բահբանության համար, որ ուդաս մեզով դեր և գբահես, բայց նաև շնորհակալ ենք ով դեր, որ մեզ հույսով և համբերությունով գլեցնես։ Հատկապես ով դեր այս դժվար և անորոշ օրերու մեջ, այս դժվար վիճակներու մեջ, լավին ով դեր, կրնանք մեր կյանքը շարունակել, և մանավանդ ով դեր գուզենք քեզի աբավինիլ, և ինչպես որ Սամոս 2-ն գսե, այդ քու ձածգոցի տակ ով դեր, և քու թևերու տակ գուզենք աբաստան գտնել ով դեր, գուզենք աբահովություն գտնել, գուզենք խաղաղություն գտնել, որովհետև ցուն մեր հայրն ես, մեր Աստվածն ես, և ինչպես հայրը իր զավակները գողոքա ով դեր, նաև ցունալ քու զավակներուդ գողոքաս և քու եկեղեցիիդ գողոքաս։ Այս մեկը քու սիրույթ արդահայտությունն է, այն սերը, որ ով դեր Հիսուս մանավանդ հայտնեցիր աշխարհ գալով, և մանավանդ ով դեր ապրեցար, սորվեցուցիր, բժշկեցիր, շատերուն ցավերը ով դեր թեթևցուցիր, զրկվածներուն և մերժվածներուն արժեք տվիր ով դեր, բայց այս բոլորով հանդերձ, այս բոլորին վրա նաև քու կյանքդ մեզի համար զոհեցիր մեղավորին համար, որպեսզի մեղքերու թողություն տաս, որպեսզի մեզի փրկություն շնորհես ով դեր, և որպեսզի քու հարությունովդ մեզի փրկություն տաս ով դեր, գանանք փրկությունը ստանալ, և այդ մեկը քու շնորհքովդ, և գանանք ով դեր քու շնորհքիդ մեջ մնալ և քու շնորհքովդ ապրիլ։ Կավատանք ով դեր, որ քու շնորհքդ մեր կյանքերը կրնա փոխել, մեր կյանքերուն կրնա դարբեր արժեք տալ, դարբեր իմաստ տալ և դարբեր նպատակ տալ, քեզ հետ քալելու և քու աշակերտներդ լալու, և մեր կյանքը քեզի համար ապրելու և քեզի վստահելով ապրելու։ Քայր ով դեր, ինչպես դու խոսքիդ մեջ կսես, դու գուզես մեզի լծակից լալով դեր, և գուզես, որ մենք քեզի հետ կալենք, և մեր ծանրությունները, մեր դժվարությունները, մեր դակնապները քեզի հետ բաժնեցինք, և որպես ով դեր նաև քու ներկայությունով անոնք թեթևնան, քու ներկայությունով անոնք լուծվին, բժշկվին ով դեր, և մանավանդ կանանք մեր կյանքը խաղաղությունով շարունակել։ Շնորհակալ ենք այսօր, որ անգամ ևս խոսքի շուրջ կհավաքվենք, և գնանք ով դեր խոսքդ լսել, և խոսքդ զորությունը ստանալ և հոգևոր սնունդ ստանալ։ Տեր Հիսուս, կուզենք այսօր մանավանդ աղոթել խաղաղության համար, և կուզենք աղոթել այս պատերազմական վիճակի համար, լա այստեղ, լա միջնավելքի մեջ, ով դեր տեսնենք, որ ամբողջ աշխարհը այսօր դափու վրա է, կաղոթենք ով դեր այն ընտանիքներուն համար, որոնք այսօր գաղթական են և դեռևս առանց իրենց իրենց կամքով բարդատրված, ով դեր ջամփաներն են, անդեր, անդուն, առանց հոգադարության, գիներ, որոնք դեռևս ծննդաբերելու վրա են, և այդպիսի դեպքեր տեսանք շաբթվա ընթացքին, դժվար վիճակ է ով դեր, բայց իրենց համար էլ կուզենք աղոթել, որովհետև դեվանուն գալ այս երկրի մեջ մեր քույրերը և մեր եղբայրներն են։ Կաղոթենք, որ ով դեր զինենք մխիթարես, կաղոթենք, որ մանավանդ խաղաղություն տաս ով դեր Լիբանանի, և մեր առաջնորդները իմաստությունով առաջնորդես, մանավանդ այս մարտահրավերներուն դիմաց, որպեսզի կարողանան շիրակ որոշումներ առնել և կարողանան այս երկիրը խաղաղության մեջ առաջնորդել։
Այս բոլորը մեր կարողությունեն շատ ավելի բարձր կգնանալով դեր, բայց կգնանք վստահիլ ու հոգացությանը եւ կգնանք վստահիլ ու միջամուլությանդ։ Գաղութենք նաեւ մեր հայ ժողովրդին համար, որով դեր այսօր դարածված է գալֆի երկրներում մեջ, ձոցի երկրներում մեջ, գաղութենք մեր ժողովրդին համար Թեհրանի մեջ, մեր հովիվներուն, մեր եկեղեցիներուն, քրիստոնյաներուն, որոնք այսօր դերևս դարավանքի դակ են, խնդրենք, որով դեր ու ցերկերը նաև Հովանիտ իրենց վրա լա եւ նաև ով դեր զիրենքալ բայես է պաշտպանես ով դեր։ Մեզ հետ եղիր մեր բոլոր ընելիքներում մեջ, դերևս օրորին գաբրինք եւ օրորին գծրակրենք, բայց կաղոթենք, որ այդ բոլորը քեզի վստահելով անենք։ Եթե մեր մեջ հիվանդներ կան, իրենց համար բժշկություն խնդրենք ով դեր, եթե սկավորներ կան, մխիթարություն խնդրենք, եթե գարիքավորներ կան, գաղութենք, որ նաև զիրենքալ իշես եւ զիրենքալ այցելես։ Մեզ հետ եղիր եւ մեզ ներկայությունով ով դեր Հիսուս առաջնորդ է եւ բայ։ Դեր Հիսուսի կանոնով գաղութենք եւ խնդրենք շնորհ մեզի։ Ամեն։ Պայլուս երկու հատվածներ գուզեմ գարտալ, առաջինը 95-րդ Սաղմոսեն։ Եկեք ծնծություն ունենք դերոջ արջև, աղագենք մեր փրկության վեմին։ Քողությունով անոր երեսին արջև կանք, Սաղմոսներով աղագենք անոր։ Կանզի դերը մեծ աստված է, ու բոլոր աստվածներուն վրա մեծ թագավոր։ Անոր ցերքի մեջ են երկրի խորունկ տեղերը ու լերներուն բարձրությունները անորն են։ Իրն է ձով ու ինք շինեց զանիգա եւ իր ցերքերը ստեղծեցին ցամաքը։ Եկեք երկբակտուն ունենք ու զրինք, ձունկ կրտնենք մեզ ստեղծող դերոջ արջև, վասնզի ան է մեր աստվածը ու մենք անոր հարոդին ժողովուրդ եւ անոր ցերքին ոչխարներ ունենք։ Այսօր այդ անոր ցայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խոստացնեք ինչպես Մերիբայի մեջ։ Անաբադի մեջ փորձության օրվանը մեզ, որ ձեր հայրերը զիս փորձեցին, կնեցին զիս ու իմ կործերս տեսան, 40 տարի զզվեցա այն ասկեն, ու վսի անոնք սրդով մոլորած ժողովուրդ մնեն, իմ ջամփաներս չջանցան։ Ուստի իմ պարգությանս մեջ երթում ըրի, որ անոնք իմ անկիստս չմտնեն։ Եկոտ հատվածը Հովաննու 4-րդ գլուխեն Տեր Հիսուսի հանդիպումն է Սամարացի գնոջ հետ, բոլորի հանրազանոթ պատմությունն է։ 7-րդ համարեն ուզեմ գարտալ, երկար հատված մնե բոլորը բիչի գարտամ։ Սամարիային գիմ եկավ ջուր հանելու, Հիսուսը ասավ անոր, ինձի ջուր դուր խմելու։ Կանզի իր աշակերտները քաղաքը կացեր էին, որպեսզի ուտելիք առնեն։ Այն ադեն Սամարացի գինը ասավ անոր, «Տուն որ հրյա ես ինչպես կուզես ջուր խմել, ինձ մե Սամարացի գնոջմեմը, վասնզի հրյաները Սամարացիուն հետ չեն հաղորդակցիր»։ Հիսուս պատասխան տվավ ու ասավ անոր, «Եթե դու գիտնայիր Աստծո բարգև եւ թե ով է ան, որ քեզի գսե ինձի ջուր դուր խմելու, դու անգե պիտի ուզեիր եւ ինք քեզի կենտանի ջուր պիտի դար»։ Գինը ասավ անոր, «Դեր դու բամը չունիս ջուր կաշելու, եւ այս հորը խորունգ է։ Ուրեմն ուրգե պիտի ունենաս այն կենտանի ջուրը։ Միթե դու մեր Հակոբ հորմեն ավելի մեծ ես, որ այս հորը մեզի տվավ, եւ ասկե խմեցին ինք ու իր որդիները եւ իր անասունները»։ Պատասխան տվավ Հիսուսը, ասավ անոր, «Ամեն ով որ այս ջուրեն խմե, նորեն պիտի ձարավի, բայց ով որ խմե այն ջուրեն, որ ես անոր պիտի դամ, հավիտյան պիտի չձարավի։ Այն ջուրը, որ ես անոր պիտի դամ, պիտի լա անոր ներսիտին ջուրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կփխի»։ Գինը ասավ անոր, «Դեր դուր ինձ այն ջուրը, որպեսզի չձարավիմ եւ ոս չկամ ջուր հանելու»։ Հիսուսը ասավ անոր, «Կնակ ու այրդ կանչե ու ոս եկուր»։ Գինը պատասխան տալով ասավ, «Ես այր չունիմ»։ Հիսուսը ասավ անոր, «Աղեգսիր, թե այր չունիմ, քանզի դու 5 այր ունեցերես, եւ ան որ հիմա ունիս ու այրդ չէ։ Ադիգա շիդագսիր»։ Գինը ասավ անոր, «Դեր գտեսնեմ, թե դու մարգարե մնես։ Մեր հայրերը այս լերան վրա երկբակտություն ունին, բայց դուք կսեք, թե միայն Երուսաղեմ է դեղը, որ պետք է երկբակտություն ունել»։ Հիսուս ասավ անոր, «Ով գին,
Հավատա ինձի, որ ժամանակ պիտի կա, եւ ոչ այս լրան վրա, եւ ոչ Երուսաղեմի մեջ երկրպագություն պիտի ունեք հորը։ Դուք անոր երկրպագություն գնեք, որը չեք ճանչնար։ Մենք անոր երկրպագություն գնենք, որը կճանչնանք, քանզի փրկությունը հрьяաներն է։ Բայց ժամանակ պիտի կա ու հիմա է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի ունեն հորը հոգիով ու ճշմարտությունով։ Քանզի հայրն ալ իրեն այնպիսի երկրպագողներ գուզե։ Աստված հոգի է եւ իրեն երկրպագողներն ալ պետք է որ հոգիով ճշմարտությունով երկրպագություն ունեն։ Գինսավ անոր գիտեմ թե մեսիան պիտի կա, Քրիստոսը սվածը, երբ ինք ամեն բան մեզ պիտի պատմե, Հիսուսը սավ անոր ես որ քեզի հետ կխոսիմ անեմ։ Այդ խոսքին վրա իր աշակերտները եկան եւ զարմացան, որ այն գնոջ հետ կխոսեր, բայց անոնց մեկը չսավ թե ինչ կուզես, կամ ինչ կխոսի սադոր հետ։ Այն ադենգինը ցկեց իր սապորը ու քաղաք գնաց եւ սավ քաղաքացիներուն եկեք տեսեք մարդ որ սավ ինձի ամեն ինչ որ կործերեմ։ Արդյոք անիգա է Քրիստոսը։ Անոնք քաղաքեն ելան եւ անոր եկան։ Թող դեր օրդեր սուբ խոսքին ընթերցումը։ 95-րդ Սամոսը 5 դագարանի մեջ Փարապանության Սամոս մնե։ Եվ Սամոս 2-ն անշուշտ մեզ գրավիր է պաշտամունքի։ Եվ գժշտե թե ինչպես Աստծո արչև գալու ենք, ինչպես Աստծո արչև գնալու ենք եւ ինչու Աստծո արչև գնալու ենք եւ ինչու զասված պաշտելու ենք։ Աստծո արչև գալու ենք ըստ Սամոսին ուրախությամբ, ցնծությունով, կողությունով, կողոնակությունով եւ խոնարհությամբ։ Կողոնակությունով, որովհետեւ դերը հոգադար է։ Դերը գողոքա մեզի, դերը մեզի գհայթայթ է։ Եվ ողորմությունով, անշուշտ կան որ մեր արիգյանքի մեջ ամեն օր Աստծո ողորմությունը գվայելենք։ Եվ անշուշտ խոնարհությամբ, որովհետեւ դերը մեծ Աստված է, այդպես կսե Սամոսը, դիեզերքի ստեղծիչը։ Եվ նաև մեզ ստեղծողը, մենք անոր ցերկերուն կորձերն ենք կսե Սամոս 2-ն։ Եվ եթե Աստծո ցերկերուն կորձերն ենք, ասելը որ նաև Աստծո գբատկանենք։ Մեր պատկանելիությունը Աստծո գերտա։ Ուրեմն սիրելիներ, այս մեկը մեզ անշուշտ հրավիրելու է պաշտամունքի, ուրախության եւ ցնծության, ոչ թե այդ գեղձ ուրախության մասին չեմ խոսիր որ, եւ ոչ թե այդ գեղձ ցնծության մասին չեմ խոսիր որ, ասել չէ որ մեր ներսը մտահոգություն չի գա, ասել չէ որ մեր մտքի մեջ դակնապներ չի գան, ասել չէ որ մեր մտքի մեջ հարցումներ չի գան, բայց այդ բոլորով հանդերձ գրնանք Աստծո արչև գալ եւ ուրախությունով իր արչեւը գնալ, քողնակությունով իր արչեւը գնալ, իր ով լալուն համար եւ իր անշուշտ գադարածներուն համար մեր առօրյա կյանքի մեջ։ Այս մեկը մեզ հրավիրելու է պաշտամունքի անկախ մեր թիմակրաված վիճակներեն, անկախ մեր թիմակրաված դժվարություններեն եւ նաեւ այսօր մենք այդպիսի դժվարության մեջ ենք։ Որքանով գիտագից ենք այսօր Աստծո մեզի դվածներուն մեր կյանքի մեջ կրնանք կանգադիլ, բայց հավանաբար 5 շաբթի օրը կամ երբ որ ամբողջ շրջանը բարմովեցավ, հավանաբար տեսակ խջողումը, տեսակ վիճակները, տեսակ մարդիկ որ փողոցներն են, ճամփաներն են, դուն չունին, շատ մեծ դժբախտություններ կա այսօր Լիբանի մեջ, նույնիսկ գիներ, որոնք ծննդաբերեցին ճամփան։ Եվ եթե մենք այս բոլորը գտիդենք, այս բոլորը գտեսնենք, եւ դակավի մենք մեր դուներում մեջն ենք, գերնանք Աստծո արչև գալ անշուշտ ուրախությունով, կողոնակությունով։ Որքան գիտագից ենք այսօր Աստծո մեզ դված մեր կյանքին։ Եվ ադիգա մեզ հրավիրել ցնծությունով իր արչևը գնալ։ Երկրորդ, այս Սամոսը միաժամանակ հրավեր է մեզի Աստծո հետ հարաբերության մեջ ըլլալու եւ իր ցայնը լսելու։ Եթե ցայնը պիտի լսես, եթե ցայնի պիտի անազանտիս, սելը որ հարաբերության մեջ
պիտի լաս։ Բայց կսե որ այդ մեկը ընելու մեջ պետք է մեր սրտերը խստացնենք։ Կսե որ ծեր սրտերը մի խստացեք ինչպես մեր բայի մեջ եւ որ դերը փորձեցիք։ Հիսուս կսե որ կուտեր ասվածը մի փորձեր։ Մաղաքիայի մեջ կսե որ դասանորդը դվեք որպես դանս մեծ բաշարը եւ փորձեցիք կսես եթե ցեզի 10 նավադի գիտի չի դամ։ Հետաքրքրանը որոնց դեկսը որ փորձեք ու դեր ասված, բայց ընդհանրապես ու դեր ասվածը մի փորձեր գսե։ Եվ անշուշտ այստեղ թեփ մգեիշե 5 դագարանեն երբ ասո ժողովուրդը իրենց սրտերը խստացին։ Այսինքն սիրտ խստացնել ասելը որ պետք է արկեկները վերցվին մեր կյանքեն որպես աստուծայինը գանա հասնել եւ գանա կյանքի վերածվել։ Գիտես սիրտ խստացել կնշանակե գլսես գրնաս գիտնալ իր ուզածը գրնաս գիտնալ որ ինչ պիտի անես բայց չես կորզատրել։ Երբ մենք իրար գսենք որ ինչու ասկան սիրտ խստացնես որ վերջացուր ասարց այլևս։ Գիտես հարց մը գլա մեկ գմի չամդես գսե որ չեմ ները չեմ ուզեր նելով ասենք որ սիրտը գխստացնե որ ուրեմն գզենք որ մի խստացներ սիրտը։ Եվ անշուշտ Սամոսեկուն Իսայի ժողովուրդը գիշտեսին ինչպես անաբադի մեջ երբ զարավեցան ինչերին կանգադեցան Մովսեսի եւ ասին մեզի հոս բերիր որբեսի մեզ անաբադի մեջ զարավ մերցնես եւ անոնք դերը փորձեցին թե արդյոք իրենց մեջ է եւ մորցան ինչպես դերը իրենք ազատեց Եգիպտոսի քերութենը մեծ հրաշքներով ազատեց Գարմիր ծովը բացավ իրենց առջև Եգիպտացին ամբողջ ջուրին կացին մորցան եւ ադոր համար դերը իրենք ազատեց եւ 40 տարի անաբադի մեջ գերագրեց հոգած ճաշ տվավ ճուր տվավ բայց դերը գսե որ գսե զզվեցա այս ժողովուրդեն որքան զանր խոսք է ասկայ որ Աստված գզզվի զզվեցա գսե այս ժողովուրդը որովհետեւ այս ժողովուրդը մոլորած ժողովուրդ են եւ իմ ջամփաներս չջանցան Այս Սամոսը գուզեմ գաբել դեր Հիսուսի հանդիպումին Սամարացի գնոջ հետ։ Քանի որ այս հանդիպումի ընթացքին դարձյալ այս ճշտամունքի դերը ճշտելու նյութը սեղանի վրա գտնվի եւ հետաքրքրան է որ ճուրի պատկերնալ հոն է։ Խնդիրը ճուրով գսկսի։ Հիսուսալ ծարավե եւ ճուր գուզե։ Դեր Հիսուս Սամարիայի մեջ են գանց եւ ծարավը լալով Գահանտիբե այս կնոջ որ առանցին եկած է ճուր խմելու։ Ժամանակը որ մարդիկ ոնդեղ չլան։ Այդ մեկը փամը գսե իր բարոյական կյանքին մասին։ Քանի որ գիներ խումբով գուկային ճուր կաշելու։ Ուրեմն եթե առանցին գուկա ասելը որ իր կյանքի մեջ բարոյական հարց կա։ Եվ այդ մեկը հստակ կլա պատմության մեջ։ Եվ Հիսուս այս կնոջմեն ճուր գուզե փամը որ գզարմացնեին գսե որ հрьяաները սամարացիները չեն սիրեր եւ նույնիսկ իրեն շրջաններեն չէին անցներ Սամարիայի մեջ չէին անցներ երկար ջամփակը բռնեին որ ասոնց հետ չի խառնվին չի հարապերին որովհետեւ ժամանակին հрьяային եւ խառնվեցան հետանոսներու հետ ուրեմն իրենք անմաքուր գսեբեն եւ հետեւաբար Տեր Հիսուսի այս արարքը շնորհքի արարք մներ որուն ավելի գկիդակցի գինը, երբ Հիսուս ետքը իր մեղավոր վիճակը գհայտնե իրեն։ Ուրեմն հարցը նաև բարոյական հարց կա։ Հարցը միան սամարացի լալու հարց չէ, բայց նաև այս կնոջ կյանքի մեջ նաև բարոյական հարց կա։ Եվ Տեր Հիսուս ադիգա գմատնանշե։ Տեր Հիսուսի պատասխանը գսե որ ինչպես տունիզմ է հրյա այս ճուր գուզեսկոր Հիսուսը եթե գիտնայր քեզ այդ խոսողին ինքնությունը ով է քեզ այդ խոսողը եթե գիտնայր Աստծո բարգևը պիտի ուզեիր ինձ եւ քեզի գենթանի ճուր պիտի դայի քեզ
Չուրմը որ այլևս պիտի չի ծարավիս։ Եվ իրեն գսե որ լավ դուր ինձ ատ ջուրեն որպես հոս չի կամ ամեն անգամ փարացի Նիկոդիմոսը գիշե վերսին պետք է զնանիս գսե ինչպես մամայի սպորը մտնամնորեն բիզնանի Անշուշ Հիսուս Սամարացի գինը գրավիր է հավիդենական ջուրին ցանգալ Այսին գրավիր է հարաբերության գրավիր է աշակերտության կյանքի Գիտեք հավիդենական կյանքը Դեր Հիսուս Քրիստոսի փրկությունով եւ աշակերտությունով կսկսի։ Մենք չենք փրկվիր եւ երկինք կերտանք, բայց կփրկվենք, բայց դերը մեզի որպես իր աշակերտները, որպես իր զավակները այդ հավիդենական ջամփուն վրա գտնե։ Հավիդենական ջամփուն վրա գտնե, որ լեցուն է դժվարություններով, լեցուն է փորձանքներով, փորձություններով, գիտենք ասկա մենք հաջող կսերդենք մեր սերդողություններում մեջ։ Գինը պատրաստ է, բայց իր կյանքի մեջ արկել կա։ Մեղ կա։ Կան ամուսինիդ բեր, ամուսին չունիմ, աջիչ է չունիս ամուսին։ Ինքա դունիս։ Իմ ակմանն ակվա ամուսինդ չէ։ Ինչպես գիտես Տեր Հիսուս, կտեսնեմ որ դու Մեսիամն ես, Մարգարեմն ես։ Հիսուս իր մեղքը գահիտնե գա։ Երբ այդ մեղքը բացայդե գնոջ, գինը գնտունի եւ իր սիրտը չի խստացնել։ Կտեսնեք տարբերությունը։ Ոնգսե որ երբ որ Աստծուն լսեք, ձեր սրտերը մի խստացնեք։ Ուրեմն այս տեսանկյունեն գուզեմ այս հատվածը Սամոսին հետ կապել։ Իր սիրտը չի խստացնել եւ ուրգեք գիտենք իր վկայությունեն կհասկանանք։ Բապությունը գիտեք։ Երտագսե անցմը որ իմ կյանքս ինձ իսավ Քրիստոսն է։ Եվ Հովանես Արաքյալ գսե որ շատեր այս կնոջ վկայության պատճառով Տեր Հիսուսի եկան եւ հավատացին։ Կտեսնեք Անշուշտ Տեր Հիսուս կսահմանե պաշտամունքի իմաստը, որ Տերը գուզե որ մարդիկ հոգիով եւ ճշմարտությունով պաշտեն։ Հարցը ոչ Սամարիայի մեջ եղածներն է, ոչ Երուսաղեմն է, ոչ Երուսաղեմի դաջարն է, բայց Տերը գուզե որ մարդիկ հոգիով եւ ճշմարտությունով պաշտեն։ Եվ իր ջամփաները ջանչնան։ Եվ իր ցայնը լսելով հնազանդին իրեն։ Գինը քաղաք երտալով վգայեց եւ շատեր Հիսուսի հավատացին իր պատճառով։ Ուրեմն գտեսնեք սիրեներ Տեր Հիսուսի ցույց տված շնորհքը այս կնոջ կյանքը փոխեց։ Նույնը գտեսնենք Զաքեոսի պատմության մեջ։ Նույնը գտեսնենք Բողոս Արաքյալի կյանքի մեջ եւ շատերու կյանքի մեջ։ Պետրոս Արաքյալի կյանքի մեջ ուրացավ, բայց դերը ասա որ եթե գսիրես արածեին ոչխարներս կտեսնեք եւ շնորհքը կյանքեր ասո շնորհքը կյանք փոխելու այդ հատկություն ունի իր մեջ եւ որ ասո շնորհքը գտնունենք այդ շնորհքը մեր կյանքերը կփոխե ոչ թե միայն կփոխե բայց գրնա եղաշրջել գրնա մեզի ուրիշ անց մնել ուրեմն այս կին հոգեոր ծարավ ուներ իր կյանքին իմաստ կփնտրե որ շվարած էր պաշտամունքի մասին եւ դեղի մասին բայց Հիսուս իրեն հոգեոր կյանքի հրավիրեց Հիսուս իրեն հրավիրեց որ Աստծո հետ հարաբերության մեջ լա բացադրեց իսկական պաշտամունքի իմաստը որ սրդի հետ կապված է երբ Սուրբ Հոգին գտնագի մեր կյանքերներս երբ Սուրբ Հոգին դեղ գուտանք եւ Սուրբ Հոգին է որ մեզ գմակրե Սուրբ Հոգին է որ մեր նկարակիրը գփոխե Սուրբ Հոգին է որ մեր կյանքերը կամաց գփոխե ուրիշ մեկն ենք ուրիշ մեկը լանք եւ Սուրբ Հոգին է որ մեզի գոկնե որ մեր կյանքի մեջ հոգեվոր բդուղ ցույց տանք Սուրբ Հոգին բդուղը ցույց տանք Ադորամար սիրեներ այս գինը իր սիրտը չխստացուց Սամարացի լալով ինչ հрьяաները նույնիսկ Հիսուսի ժամանակ իրեն սրդերը խստացուցին Հիսուսի ցայնը լսեց եւ պատասխանեց եւ պատրաստ էր մաքրվելու պատրաստ էր իր կյանքը մաքրելու այսօր մեծ բակի շրջանին մեջ ենք եւ այս շրջանի կարևոր նյութերեն մեկը որ բոլորս ալչանանք Աստծո ցայնը լսել եւ պատրաստ ենք նաեւ մաքրության ենթարկվելու մենք զմես Գրնալը դարավինդերը չենք ճանչնար, դարավինդերը չենք ընդունած,
բայց գրնալը որ Տեր Հիսուսը ընդունած ենք, Աստծո զավակ ենք, աշակերտ ենք, այդ առաջին խումբին կպատկանենք դերը ընդունելու ենք։ Եթե երկրորդ խումբին կպատկանենք, ասելը որ մեր մեջ մաքրություն պետք է որ լա։ Եվ ասկա բոլորիս համար է։ Ինձ համար է, ցեզ համար է եւ բոլորիս համար է։ Տեր Հիսուսի հետ այս հարաբերությունը ընդունելը ինչ կնե մեզի համար։ Պողոս Սարաքյանը գսե որ հռոմայացիոն նամակի մեջ գսե մեզի խաղաղություն եւ հաշտություն գուտա Աստծո հետ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դժնամություն ունենք, բայց մեզի խաղաղություն գուտա եւ մեզ գրավիր է մարդոց հետ խաղաղությամբ ապրելու, հաշտությամբ ապրելու։ Ոչ թե մեր սրտերը խստացնելու ուրիշներու անտեպ խաղաղությամբ, հաշտությամբ, խոնարհությամբ, սիրով, ծառայությամբ ապրելու։ Նայեցեք Սամարացիգին երբ քաղաք դարձավ ինչ ըրավ մարդոց հետ խոսեցավ եւ բատմեց իրենց եւ մարդիկ իրեն մտի գրին ես միշտ գխորիմ որ նախաբես գխուսապեին այս գնոճմեն չէ ով գուզե բորնիկի հետ խոսիլ բորնիկ մտեսնեսն է հայր մեծեն գերանասիլ մե եւ շատ են այսօր մեր հավաքականության մեջ կտեսնենք գիշերը ջամփաները 1 կիլոմետր անտիեն գանսիս ոչ թե դու խոսիս բայց այս կնոջ հետ խոսեցան այս կնոջ հետ մտի գրին ինչ հավանաբար գմերժեին զինք սկիզբը որովհետև այս կնոջ յանքը փոխված էր եւ չգրցավ լուր գնալ վգայեց այդ փոփոխության մասին Պողոս Սարաքյանը հռոմայացիոն նամակի մեջ գանտրատարնա թե ինչ կնշանակի մեր ծրական պատասխանը Աստծո Կսե որ մենք հավատքով արդարացած ելնալով խաղաղություն ունենք Աստծո հետ Քրիստոսով եւ շատ գեղեցիկ ձևով կբացատրե որ ինչպես Տեր Հիսուս մեկ մարդով մեղքը մտավ մեկ մահքով մեկ մարդով փրկությունը ստացանք շատ գեղեցիկ հատված մենք 5-րդ գլուխը Աստծո հետ խաղաղություն այսինքն մեր եւ Աստծո միջեւ բաժանուն չկա եւ ասի շատ կարեւոր ճշմարտություն է փրկության մասին եւ հավատքի յանքի մասին Եվ երկրորդ կնշանակի որ մենք Աստծո շնորհքին մեջ գեցած ենք Այսինքն իր շնորհքով գաբրինք Եվ նույն շնորհք առաջնորդելու է մեր կյանքը եւ մեր հարաբերությունները ուրիշներու հետ Եվ այս նույն շնորհքով պետք է ապրենք երբ մեր կյանքի վիճակները լավ են երբ մեր կյանքի վիճակները դժվար են Okay Ոչ թե միան լավ որովհետեւ Աստծո շնորհքը իր մեջ շատ մեծ իմաստ ունի Եվ անշուշտ Արաքյալը գսե գբարձենանք գսե դժվարությունով գբարձենանք վերջապես մեզի հույս կուտա դարամանքի եւ դժվարության մեջ գբարձենանք որովհետեւ գիտենք որ մեր կյանքի մեջ թիմակրված մեր դժվարությունը գսե մեր մեջ ինչ կնե համբերություն կգործե եւ համբերությունը փորձառություն անգլերենի մեջ character որոշ թարգմանների մեջ character անձնավորություն այսինքն այս դժվարությունները մեր նկարակիրը գշինեն մեր նկարակիրը կգերդեն մեր նկարակիրը գզորացնեն եւ այդ մեկը անշուշտ մեզի նաեւ հույսով գլեցնե հույս Աստծո վրա եւ գսե որ այդ հույսը մեզ ամոթով չի ցկեր հույսը մեզ ամոթով չի ցկեր դժվարության մեջ հարադեվություն գսորվի հարադեվել ինսերունտը ասվիճակները շատ ավելի դյուրավ գտիմակրավ է չէ բայց մեր նոր բադայները չեն գիտեր ինչու վարկան որ մենք 50 տարի ասկնտիրի մեջն ենք բادرազմ ապրեցանք ուրեմն այդ փորձառությունը ունի գիտենք ինչպես պետք է վարվենք գիտենք ինչպես պետք է ընենք եւ եթե միացյալ նահանգներու մեջ լաս ասիկա բատմես իրենց համար դարօրինակ բան է որովհետեւ բզիկ դժվարությունը ինչ պիտենք
իրար գանցնենք։ Այս դժվարությունները սիրելիներ մեր նկարակիրը գզորացնեն, մեզ գզորացնեն հավատքի կյանքի մեջ։ Եվ անշուշտ ադորամար մեզ հույսով գլեցնեմ, որ այո, վիճակները քեշ են, բայց նաև պիտի փոխվի։ Աստծո ուսալով եւ Աստծո վրա եղած հույսը ամոթով չի ցկեր։ Վերջացնելու համար այս երեք հատվածները 95-րդ Սամոսը, Հովհաննես 4-րդ գլուխը եւ Հռոմեացիս 5-րդ գլուխը գարտացեք։ Ցույց կտան ցեոմը մեր հավատքի կյանքի ճամփորդությունը։ Սամոսը մեզ գհրավիրել լսելու եւ դերը բաշխելու։ Կամ դերը բաշխելու եւ լսելու։ Կամ երբ որ բաշխամունքի վիճակի մեջ ես, նաեւ դերը քեզի կխոսի։ Այսօր մենք բաշխամունքի մեջ ենք։ Գրնալ սուքիկը գարտացած եղած ադեն բաշխամունքի մեջ ես։ Ուրիշ ադեն թերևս ուրիշի օգնելով նաև բաշխամունքի մեջ ես, ինչու, որովհետև եւ որ գոքնես նաև ունեցածդ կճանաս ուրիշին հետ բաժնեկցի։ Կորզնական հավատքով։ Ուրեմն նաև հոնալ դերը մեզի գխոսի, դերը մեր միջոցով ուրիշներուն գխոսի եւ ուրիշներուն կքաչալերը։ Հովաննուի մեջ Տեր Հիսուս մեր ծարավը գլեցել է։ Չեմ կեր ինչ ծարավ վիճակներ կան ամեն մեկուս համար Տերը մեր ծարավը գլեցնե եւ անշուշտ Պողոս Սրակյալ միշտ կհիշեցնե որ Քրիստոսով կստանանք խաղաղություն, կստանանք հաշտություն եւ հույս։ Ուրեմն ադորամար մեր վախերը, մեր ծանրությունները, մեր բայկարները գրնանք միշտ Տեր Հիսուսի բերել այսօր եւ վաղը եւ ամենադեն, որովհետեւ Տերը հավատարիմ է, որ մեզ առանցին պիտի չթողի։ Թող Տերը սիրելիներ մեր բոլորին հետ լա, մեզ բոլորս պահե, մեզ բոլորս զորացնե եւ անշուշտ նաեւ մեր համբերությունը զորացնե միշտ իրեն ուսալով, որ նաեւ այս վիճակները պիտի փոխին եւ Քրիստոսի եղած հույսը ամոթով չի ցկել, աղոթենք։ Եկնավոր Հայր Փառք կտանք քեզ Ով Որթուն մեր հոգևոր ծարավը գահակեցնես Ով քեզմով քու խոսքովդ եւ քու Սուրբ Հոգիովդ։ Եվ ամեն անգամ Ով որ մենք քու խոսքդ գլսենք եւ գփաժնեցինք, այդ խոսքի ընդմեջեն տուն մեզ Ով գհրավիրես քեզի հետ այդ հարաբերության մեջ մտնալու եւ քեզի աշակերտ ըլլալու։ Եվ շատ անգամ Ով նաեւ քու զավակներուդ գիշեցնես, որ իրենց կյանքի մեջ բաներ կան, որ պետք է որ փոխվին։ Գաղութենք Ով որ մեր ագանչները բանաս, մեր սրտերը բանաս, եւ դաս որ Ով մեր սրտերը չի խստացնենք քուցանի դիմաց, բայց պատրաստ ենք լսելու եւ պատրաստ ենք այդ մեր լսածները մեր կյանքի մեջ հնազանդության վերածելու։ Մեզ հետ եղիր Ով շարունակե մեզ քու շնորհքիդ մեջ բահել եւ շարունակե մեզ Ով քու աբահով ցերկերուտ մեջ բահել։ Քու անունով կխնդրենք, շնորհ մեզ։ Ամեն։ Բարի գիրագի բոլորիդ սիրելիներ